Երբ ես տրվել եմ նախագահ, Հայաստանի Հանրապետությունը ուներ պարտավորություն ատոմակայանի փակման հետ կապված Եվրոմիության հետ։ EBRD-ի հետ մի վարկ էր ստորագրվել ժամանակին, որի պայմաններից մեկը, ասենց գումար են տալիս Ռազդանի շեքի 5-րդ բլոկը կառուցելու համար եւ դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։ Բավական ծանր բանակցություններ վարեցի, մոտ 1-1.5 տարի եւ հրաժարվեցինք։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիա ենք ենթարկել շինարարությունը 5-րդ բլոկի, ասել եմ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չի, կոնսերվացրել ենք այդ ծրագիրը, հետո Գազպրոմի միջոցով ավարտին հասցրել։ Ատոմակայան, այո, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան։ Հիմա խոսում են այդ ատոմակայանի ինչ որ նոր ատոմակայանի կառուցման մասին։ Ես առնվազն վերջին մի 20 տարին հալսում եմ այդ խոսակցությունները։ Խոսում են մոդուլային, չէ, մոդուլային ինչ որ ատոմակայանների մասին։ Բացի Ռուսաստանից աշխարհում ոչ մի երկիր այսօր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։ Ուղղակի չկա։ Երբ որ sense խելուն դեմքով ինչ որ ասում են փնտրում ենք, չգիտեմ ուր են գնում, Կանադա, Արգենտինա եւ այլ, ժողովուրդ ջան, չկա, այսօր չկա։ Կարող է 5 տարի հետո լինի, կարող։ Կա մի հատ ավելի էքսպերիմենտալ մի փոքր կայան Չինաստանում։ Այդ սա խոսակցությունները, ասես ասենք, թոս փչելու, ինչ որ անտուրաժ ստեղծելու, տպավորություն ստեղծելու մասին է, որ խոշոր, երկարատև, sense պրոյեկտների մասին եք մտածում, Հայաստանի ապագան պայծառ է, դիվերսիֆիկացված եւ այլն։ Այսօր չկա։ Պարապ խոսակցություն է։ Միայն կրկնեմ, մոդուլային աշխատող կայան լիցենզավորված ունի Ռուսաստանը։ Բայց նպատակը է ատոմակայանը փակելու համար։ Ենթադրում եմ, որ այո, սա է նպատակը, Թուրքիան երկար տարիներ, նաև իմ նախագահության ժամանակ միշտ այդ թեման օրակարգում պահում էր, ատոմակայանի փակման թեման։ Եվ չեմ բացառում, որ սա նաև հերթական այսպես պահանջի կատարմանը ուղղված քայլ է կամ ցուցադրելու, որ մենք ինչ որ բան անում ենք այդ ուղղությամբ։